Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է, որ 31-ի գործով դաշնակցականների ձերբակալություններից հետո մեր երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն եղել, անգամ 2008 թվականի մարտի 1-ին։ Ազգային ժողովի ճեպազորույցների ժամանակ նա նշեց, որ հիմք է ընդունում քաղբանտարկյալ եզրույթի վերաբերյալ ԵԽԽՎ չափորոշիչները։ Միակ երկիրը, որ ցանկ ունի, որտեղ իսկապես թվարկված են անձիկ, որ քաղբանտարկյալ են, դա Ադրբեջանն է։ Ուրիշ այդպիսի դեպք տեղի չունի Եվրոպայում։ Ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցածը Արմեն Ռուստամյանը ոչ միայն խուսափեց քաղաքական ենթատեքստում դիտարկել, այլև տարօրինակ չհամարեց, որ բանտախցում հնարավոր են նաև բռնություններ։ Մոտ 3 տարի ես խցում եմ եղել, այնքան ծեծու ջարդ ա եղել։ Քաղբանտարկյալների վերաբերյալ Արմեն Ռուստամյանի հայտարարությունները չզարմացրին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղարին։ Որ ասում են Հռոմի պապից կաթոլիկ, հիմա հանրապետականից հանրապետական։ Զարուհի Փոստանջյանը անձամբ է գնացել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեսակցել Վարդգես Գասպարիին։ Անդրադառնալով տարակարծություններին, թե ակտիվիստի նկատմամբ խոշտանգումներ են եղել, թե ոչ, նա մի դիտարկում արեց, եթե ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում հնարավոր չի լինում կոտրել քաղաքացուն, նրան ուղարկում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Կծեմնի խուց, որտեղ 27 հոգի, օրինակ, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են, եւ այդ խմբի մեջ այնպիսի դաժան պայմաններ են, որ դու չես զգում ժամանակը։ Ազգային ժողովի ճեպազորույցների ժամանակ անդրադարձ եղավ նաև քաղաքական դաշտի այլ զարգացումներին։ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղարը պարզաբանեց, արդյոք կհեռացվի Վահան Բաբայանը կուսակցության քաղաքական ուղուց շեղվելու համար։ Այս պայմանությամբ նման հարց չկա։ Իսկ օրինաց երկիր կուսակցության падգամավորները հայտարարեցին, որ հայկական վերածնունդ միավորում կուսակցության ստեղծումով իրենք վերանայելու են նաև ազգային ժողովում իրենց խմբակցության անվանումը։